Ողջույն, հանդես չեմ գա որպես դատավոր կամ որպես բացարձակ ճշմարտության կրող, բայց տեսնելով, որ բավական մեծ է այն մարդկանց թիվը, որ ինչ-որ բաներ ակնկալում են հենց ինձնից, ես էլ կփորձեմ ուրիշների բարդույթների պատճառով երևի ինձ էլ ինչ-որ չափով համակած բարդույթներից ազատվել և խոսել ելքի մասին։ Երբ դու հաշվի ես առնում դիմացինիդ նախանձիկոտությունը, դիմացինիդ բարդույթավորվածությունը տարբեր ուղղություններով, դու ակամա դառնում ես այդ ամենի մասնակիցը։ Հիմա ես այսօր ձեզ դիմելիս ուզում եմ դրանից ձերբազատվել։ Մեր անուրախ իրավիճակում գտնվող ազգի ներկայացուցիչները ինչ պիտի անեին այս պահին։ Ինչ պիտի անեին, որևէ երկրում։ Ֆրանսիացիներն համախմբվեցին Դե Գոլի շուրջը, եւ Ֆրանսիան դարձավ աշխարհի գերտերություններից մեկը։ Հասարակ բան է, չէ՞, բայց ակնհայտ ճշմարտություն։ Բրիտանացիները համախմբվեցին Չերչիլի շուրջը։ Նրանցից որևէ մեկը այնպիսի դերակատարություն չէր ունեցել, անհատական դերակատարություն, ոչ պաշտոնի միջոցով, պաշտոն է ստանում կամ ճանաչվում ես միջազգայինորեն եւ այլն, ու այդ այլ բան է, բայց անհատական դերակատարություն ազգային կյանքում ոչ մեկը այնքան չէր ունեցել, որքան այս պահին ձեզ հետ խոսող մարդը։ Գիտեք, ստեղծվում է քաղաքական կազմակերպություն, ղեկավարները ձերբակալվում են եւ թվում է թե վերջ, բայց 19 տարեկան մի երիտասարդ, որ երիտասարդական կառույցներն էր ղեկավարում, ղեկը վերցրեց իր ձեռքը, դա պատմական իրողություն է։ Իրենից անկախ եղավ այն երգերի հեղինակ, որ ուղեկցեցին պայքարին։ Իրենից անկախ բացահայտեց ծրագրեր։ Ինքը երբեք չէր կարծում, որ իր վրա այդպիսի առաքելություն է դրված, անկախություն հանրաքվեի ճանապարհով։ Ի վերջո իրենից անկախ հակադրվելով իր իսկ ապրումներին, հարազատների, ծնողների, մերձավորների ցավ չպատճառելու հետ խնդիրը արհամարելով անտեսելով, ինքը շարունակաբար ոչ թե մի անգամ բռնվեց ու նստեց, չէ։ Մեկ-մեկ որ ասում են, բայց ոնց է այդքան նստել են, նստել եմ, դրանով ինչ վերոսություն կա։ Բայց հասկացող մարդիկ ասում են, բայց դու էլի ես գնացել, ազատվել ես, նորի ես կառավարվել, քեզ առաջարկել են ազատվել, հրաժարվել ես։ Գիտեք ուրիշ որևէ հայ մարդու ազգային գործի հին ժամանակներից եկած, որ երկերից բացի նաև բանաստեղծություններ գրի, ծրագրեր գրի, կազմակերպական աշխատանքով հանդես գա, ամենադաժան պայմաններում կարողանա միավորել տարբեր ազգերի համախոհներին։ Բերձեյթունցյանը, մեր դասական Բերձեյթունցյանը ասում էր, այն մարդուն բանտ են տանում, որ բանտում չգործի։ Այս ինչ բան է, կարդում եմ Խեյֆեցի գիրքը, մի հատոր, ամբողջական հատոր, նկարագրում է, թե բանտում հայրիկյան ինչպես է պայքարել։ Հիմա սա մի կողմ դրած։ Ունեք որևէ գործիչ, որ ծրագիր է մշակել ազգի համար եւ այդ ծրագրի իրականացմանը նպաստել, ծրագիրը դարձրել ազգի սեփականությունը։ Չէ, չկա։ Մեծություններ շատ են ունեցել, հայրենասերներ անշուշտ, նվիրյալներ անհամար։ Բայց հաջողակ չենք ունեցել, իսկ հաջողակ լինել նշանակում է Աստված քեզ հետ է կամ դու Աստծո հետ ես, եւ պատահական չի այդ երկս։ Աստված մեզ հետ է եւ օրհնյալ է մեր ուղին եւ կհաղթենք որքան էլ նենք է թշնամին։ 20 տարեկանում եմ գրել, կամ մենք ազգի զինվորներ գերի ենք այս հերվում։ Եվ կարոտը հայրենյաց մեր սրտերն է դանջում։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Իմ լավ ընկերը, հայկական խնդիրների մեծագույն նվիրյալ ուկրաինացի բանաստեղծ Վասիլ Ստուսը ասում էր. քո շնորհիվ ձեր ազգը հասել է այն մակարդակին քո երկերի շնորհիվ, որ երկեր է ստեղծել, իր ազատասիրությունը երկերի է վերածվել։ Հիմա ես այդ մարդը այսօր կամ ստեղծել եմ սովետական միության առաջին ժողովրդավարական կազմակերպությունը, ամբողջ սովետական միության պատկերացնում եք, ԱԻՄ-ը 87 թվականին ընդհանրակից դուրս եկած, իմ ղեկավարած ընդհանրակից դուրս եկած ազգային միացյալ կուսակցությունը դարձել է սովետական միության թիվ 1 կազմակերպությունը։ Ու ճանապարհ է բացել բոլորի համար։ 87 թվականին, երբ դեռ
բազմաթիվ քաղաքականավորներ կային, սկսում է տպագրել անկախություն թերթը, այսինքն գիտական շրջանակներում նշվում է Պարույր Հայրիկյանը հայ ազատ մամուլի հիմնադիրն է։ Էլ ինչեր են պետք, դրանք թողնում ենք մի կողմ։ Այսօր խնդիրներ կան։ Ես էլ առաջարկում եմ եկեք ես գաղափարի շուրջը միավորվենք, ես գաղափարի եւ այլն, բայց հանկարծ այսօր կռահեցի, ասում եմ, բայց այդ ինչ մանկապարտեզով եմ զբաղված։ Երբ անկախության պայքարի հարց կար, ես բոլորին ասում էի, ինչ կազմակերպության մեջ էլ որ եք, կարևոր կամ շատ կարևոր, եկեք այն։ Այսօր ինչ է կատարվում, բոլորը պետք է հասկանանք, ազգային ինքնորոշման գաղափարի փոխարեն վերվում է ազգի թշնամիների գաղափարներով կողմնորոշվելու գաղափարը։ Հասկանում եք, գործելակերպը ինքնորոշման փոխարեն, ազգային ինքնորոշման փոխարեն Ալիևա որոշման փոխարումով ենք սկսում առաջնորդվել, Նիկոլա որոշման, բայց Նիկոլն ով է։ Նիկոլը առաջարկում է թշնամիների հետ ոչ թե համաձայնության գալ, թշնամիների տրվել։ Գերիները բնականon է համարում ցեղասպանության հետևանքների վերացման մասին մոռանալով նպաստում է, որ նրանք խոսեն ցեղասպանության մասին եւ իրենք հաշիվ պահանջեն։ Հիմա այս ազգային ինքնորոշման բարձրագույն գաղափարը ազգի համար վճռական պահերին, բայց ազգի մշտական գոյատևման հիմք հանդիսացող այդ գաղափարը։ Դրանից ավելի բարձր ինչ գաղափար կա, որ լակոտանալով բոլորը փորձում են սեփական ինչ-որ բաներ հայտարարել, հայտնաբերել, գործել։ Կրկնում եմ, լակոտանալով, փոքրիկանալով, ճղճիմանալով։ Եթե դուք Նժդեհի օրերին ապրեիք, կամ Մարամանուկյանի օրերին ապրեիք, երբ նա պայքարի մեջ էր, իսկական պայքարի մեջ, Սարդարապատ եւ այլ, չնայած ավելի ճիշտ կներ ասել, ապրեիք Գևորգ կաթողիկոսի օրոք։ Բոլորը միացան Գևորգ կաթողիկոսի կոչին, չէ։ Միացակ, չէ։ Միացան մեր հայրերը եւ հասանք հաջողության։ Ովքեր Նժդեհին միացան, նպաստեցին, որ հիմա ես էլ ազգային ինքնորոշման գաղափարը կրող, ասում մեր ազգը ինքը պիտի իրեն վերաբերող հարցերը լուծի եւ դրա համար կա կազմակերպություն։ Բոլոր ազնիվ մարդիկ փակում եք ձեր այսպես կոչված կազմակերպությունները, կազմակերպություններիկը։ Որովհետեւ դրանք կազմակերպություններիկ են, ոչինչ չեն տվել։ ՀՀՇ-ն զրոյացավ։ Այմից ինչ որ բաներ վերցրեց, այմի գաղափարներ, դրանք նպաստեց, որ կյանքի կոչվեն, բայց ի վերջո ինքը անեացավ։ Հերթով գամ թե իմաստ չունի։ Ժառանգությունը։ Վաու։ Ժառանգություն։ Ուր է։ Ազգային միաբանություն։ Օրինաց երկիր։ Այդպես բոլորը տանեանալով ոչնչանալու եք։ Եկեք գոնե ազգի համար մի բան թողելով անեացեք։ Ոչնչանալու եք նկատի ունեմ քաղաքականապես։ Դրա համար ես հիմա բոլորիդ կոչ եմ անում։ Եթե հայ եք, եթե լուծում եք ուզում ազգային խնդիրների լուծում, հենց հիմա որոշում կայացրեք, վաղվանից սկսեք միանալ ազգային ինքնորոշում միավորմանը, բոլորդ դառնում եք ազգային ինքնորոշում միավորման անդամներ։ Անդամներ, այո, կազմակերպությանն եք միանում։ Երբ կազմակերպության այմում էսպես սկզբունք կա, երբ կազմակերպության քանակական կազմը կրկնապատկվում է, կոնկրետ գործող գրանցված անդամների, ոչ համակիրների, նոր ընտրություններ են լինում։ Կանոնադրությունն էլ կվերադառնանք հնին, առանձին նախագահականատյան դիվան։ Պետության մեջ ամենապետականամետ կազմակերպության վերականգնման հարցն է։ Եկեք, գիտեք, պատմական այսպիսի հարստություն ներկայացնող կազմակերպությանը, եթե չեք միանում, այդ ինչին պիտի միանաք։ Եթե չեք հզորացնում այն կազմակերպությանը, որը գործնականում ցույց է տվել, որ ինքը ամենաօգտակար կազմակերպությունն է, միակ նպատակասլաց, նպատակների տարած կազմակերպությունը։ Էլ ինչ եք խոսում քաղաքականությամբ, ազգային գործունեությամբ զբաղվելու մասին։ Միջայլոց քաղաքականությամբ զբաղվել նշանակում է զբաղվել պետութենական հարցերով։ Պետութենական հարցերը որևէ ազգի կյանքի համար ամենակարևոր բանն է։ Ուրեմն ես բոլոր քաղաքական ուժերի ղեկավարներին կոչ եմ անում չձգտել դառնալ են Շամիրամի հետևորդը, Շամիրամ կազմակերպություն էլ կար, չէ։ Մտավորական Հայաստան կազմակերպություն կար, պարլամենտական ուժեր էին։ Ուր են, ինչ արեցին, ինչ թողեցին մեր պատմության համար։ Ազգային բանակ այիմներ, սահմանադրություն այիմներ, անկախություն էնել հանրաքվեի ճանապարհով այիմներ, բազմակուսակցական Հայաստան, ժողովրդի կողմից ընտրված նախագահ այիմներ։ Չեմ խոսում են անկախություն թերթի ճակատին գրվում էր սպարապետություն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ կազմակերպությունը այսօր դեռ կա,
Վաղը այմն էլ կարող է չլինել, բայց չլինելու դեպքում նա 1000 անգամ ավելին աներու քան են բոլոր գոյություն ունեցող, գոյություն ունեցած եւ թպրտացած անհարգեորեն քաղաքական գործունեություն աթորտ իրանալ համարած քաղաքական ուժերի հայամատությամբ շատ ավելի բարձր է։ Գաղափարականի վերջո գաղափարականի եւ նյութականի պայքարում գաղափարականին հաղթանակ բերած կազմակերպություն ունեք դուք հայեր, ու բթամիտ չեք։ Առավոտ զարթնում եք, ասում եք, ես ինչ եմ անում, ես ու էշ չեմ, ես ու մտագար չեմ, ես ու հոգեկան հիվանդ չեմ։ Ուզում եմ ազգիս օգտակար լինել, կա ազգին օգտակար եղած կազմակերպություն 1000 բամբասանք արեցին, հիմա էլ տնտեսական հետապնդումներով են ընկել իմ հետևից, էլ մահափորձեր էլ արեցին, են էլ որ մեկը ստիպեցին, որ մի հսկայական զանգված էլ դառնա ճղճիմ ստախոս սրիկը արարած ասի Հայրիկյանը ինքն էր կազմակերպել, այլ ողորմելիներ 18 տարի կամավորապես բանտերում եւ 20 տարի կամավորապես բռնադատումներից չվախեցած մարդը այդ բռնի արտաքսումն էր, չէ՞։ Կարող է չարտաքսվել, համաձայն էր իրենց հետ, բայց իրենք ամեն գնով ուզում են ինձից ազատվել։ Ինչևէ, այդ մարդը աթոռի համար այ ողորմելիներ, մի հատ դուք ձեր արշինով եք չափում, այդ մարդը աթոռի համար իր վրա կրակեց, ու այդ տականքներից այսօր էլ կան։ Ինչևէ, այդ ամեն ինչ դնում ենք մի կողմ, եթե մարդ եք, հիմա այս լսողները ովքեր որ լսում են, բոլորը պետք է որոշեն, մարդ են թե երկոտանի։ Ազգը, ազգի ճակատագիրը կարևոր համարում են թե ոչ, իրենց երեխաներին սիրում են թե ոչ։ Այդ բոլորից բացի ինձ տիրոջ կամքով տրվել է մի բան, որը աշխարհում Հայաստանին դարձնելու է վերադարձնելու է իր տեղը, ոչ թե դարձնելու է ինչ-որ նոր բան, այլ վերադարձնելու է իր քաղաքակրթական դերն ու նշանակությունը, բացարձակ ժողովրդավարության բանաձև, որով կարելի է ոչ միայն հաշվել այս կամ այն պետական համակարգի ժողովրդավարականությունը, այլ նաև հասկանալ, թե ինչպես անել, որ այդ ժողովրդավարականությունը բարձրանա, այսինքն խաղաղության հարց է նաև։ Ուրեմն ես պարտավոր եմ սա ասել ձեզ, այնտեղ մի քանի սուր բառեր ասել եմ, ոչինչ ներողամիտ եղեք։ Պարտավոր եմ ասել, բոլոր նրանք, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել մեր ժողովրդի կյանքում, մանավանդ այս խայտառակ իրավիճակից հետո։ Շտապեք, վաղվանից դիմեք ինձ, բոլորը դառնում եք ազգային ինքնորոշում միավորման անդամ, այսինքն ազգային ինքնորոշման գաղափար առաջնահերթություն համարող կազմակերպության անդամ, աթոռի հարց չկա, տեսնում եք։ Միասին իրավիճակը շատ արագ փոխում ենք, շատ արագ։ Սպասում եմ բոլորիդ, քանի դեռ կամ։ Ես հավերժ չեմ ապրելու։ Հետո մինչև նոր Հայրիկյան ունենաք, ազգային անկախության պայքարի առաջնորդ, միջազգայինորեն սովետական միության ժողովրդավարական շարժումների ճանաչված առաջնորդ։ Մի 100 տարի պետք է, Աստված մեզ պահապան, բոլորի թող Աստված առողջ բանականությամբ ուժտի։